Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր հուլիսի 25։ Բայց դու գնա մինչև վախճանը և հանգստացիր, և կկանգնես օրերի վերջին քո վիճակումը։ Դանիել 12:13 խոսք։ Մենք չենք կարող լիովին հասկանալ բոլոր մարգարեությունները, սակայն դրանք մեզ համար ոչ թե սարսափի, այլ ուրախ ակնկալիքի աղբյուր են։ Մեր երկնային Հոր սահմանած որոշման մեջ չի կարող լինել որևէ բան, որ իրավամբ վախեցնի նրա զավակներին։ Թեև կործանության պղծությունը հաստատվի, ճշմարիտ հավատացյալը չի պղծվի, այլ ընդհակառակը կմաքրվի, կսպիտակեցվի և կփորձվի։ Թեև երկիրը կրակով այրվի, ընտրյալների վրայից կրակի հոտ անգամ չի գա։ Նյութական աշխարհի փլուզման և պետությունների կործանման ահեղ աղմուկի մեջ անգամ Տեր Եհովան կպահպանի իրեն ապավինողներին։ Ուրեմն, սիրելիներ, հանդարտ վճռականությամբ կատարենք մեր պարտականությունը, քաջությամբ դիմագրավենք պայքարին և համբերությամբ տանենք չարչարանքները։ Ընթանանք մեր ճանապարհով, հաստատուն մնալով այն ուղու վրա, որ մեզ է տրված, ոչ շեղվելով նրանից, ոչ էլ դանդաղելով նրա մեջ։ Վերջը անպայման պիտի գա, ուստի մինչև այն օրը հավատարմորեն շարունակենք ընթանալ մեր ճանապարհով։ Հանգիստը մերը կլինի, մնացած ամեն ինչ տատանվում և փոփոխվում է, բայց մեր հիմքը հաստատուն է կանգնած։ Աստված հանգստանում է իր սիրո մեջ, և այդ պատճառով մենք էլ հանգստանում ենք այդ սիրո մեջ։ Մեր խաղաղությունը գետի պես է, և հավիտյան այդպիսին էլ կմնա։ Երկնային Քանանում մեր բաժինը պատրաստված է, և ինչ էլ պատահի, մենք կանգուն կմնանք դրա մեջ։ Դանիելի Աստվածը պատվարժան բաժին կտա բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն Դանիելի նման անսասան մնալ ճշմարտության և սրբության մեջ։ Առյուծների ոչ մի գուբ չի կարող մեզ զրկել մեր ապահով և անխախտ ժառանգությունից։